Ցեկելահան հավերից դուրս եմ արել, արդեն երածում են կանաչ խոտը, մի մասն նստի են, մի մասն էլ վերի կռներին են, կամանց վազելով գալիս են, ցորենը նոր եմ տվել, մի մասը շուտ ուտում է գալիս է կանաչ խոտին ալու, մոտեցնեմ, մի մասն էլ Այն ամենավերջի հատիկը մինչև ուտում չի, գալիս չի։ Բարի լույս, սիրելի հետևորդներ ջան, արևը բացվել է ու ջերմացնում է։ Հագլորները հերթով ծուղրուղու են կանչում և գյուղական կլորիտը ավելի է գեղեցիկ դառնում։ Երեկ ամբողջ օրը անձրևային էր, հիմա գնանք մի բաժակ կոֆե փենք, իրար հետ կոֆե խմենք, մեր առաջի կոֆեն, համենայն դեպս իմ առաջի կոֆեն, հետո կտեսնենք ինչպես ենք շարունակում։ Հիմա արագի մեջ կոֆեն երբում ենք, արևային եղանակա, գործերն ինձ են սպասում, Դուք էլ ձերը եփեք, սիրելի հետևորդներ ջան, գիտեմ, որ շատ-շատերդ ինձ հետ եք կոֆեն խմում, որի համար շատ շնորհակալ եմ, որ միանում եք իմ կոֆեի ժամին։ Լցնում եմ կոֆեն, բայց հավերիս համար անհանգիստ եմ, որ հեշտ տուն եմ գալի, Ինձ թվում է, թե այդ ընթացքում, որ իրան չեմ նայում, ինչ-որ մի բան է պատահում։ Հետո ասում եմ Աստված, Պահապան իմ կենդանիներին ու գալիս եմ տուն իմ գործերով, սիրելի հետևորդներ ջան, շատ ուրախ եմ, երեկ եմ նվեր ստացել այս հրաշք մանուշակները։ Այո, աշխատանքից տուն վերադառնալիս հենց խանութում այս նվերները ես ստացել եմ։ Խնդրել էին անում չբարձրաձայնել, սիրելի հետևորդներ ջան, բերել եմ, այստեղ եմ դրել, ջրել եմ, այս մեկը չտեղավորվեց ու հիմա մի փոքր խոսեմ այս ծաղիկների մասին, քանի որ չի կարելի վերևից ջրել կամ տերևները այս ու այն կողմ տանել, որ վերևից էլի ջրենք, պետք է ընտրենք մի այնպիսի աման, որ մի քիչ խորը տարածքով լինի, քանի որ ջուրը ներքևից են իրեն խմում։ Ես թողել եմ ամբողջ գիշեր այստեղ, իսկ առավոտյան արդեն ցամաք է, խմել եմ, այս մեկն էլ այստեղ է խմել ինքը, չտեղավորվեց միասին, բայց հիմա ուզում եմ մի հատ շարք կանգնեցնել իմ սիրուններին ու հիանալ։ Մինչև որ մի հարմար աման կընտրեմ, որ մշտապես այդ ամանի մեջ համ ջուր խմեն, համ էլ բոլորը մի տեղ լինեն։ 5 հատ է, սիրելի հետևորդներ ջան։ Այո։ Քանի որ սուրճի համար օգտագործում եմ այս սկուտեղը, չգիտեմ, այստեղ կթողնեմ, թե ինչ մի հարմար բան կընտրեմ, մոտեցնում եմ, հիանանք։ Ամեն մի գույնը յուրովի սիրուն է։ Շատ ինձ շոյված եմ զգում այսպիսի գեղեցիկ նվերի համար, նախատոնական նվեր դարձալից համար, տոներն են մոտենում, սիրելիներս, մարտի 8 և այդպես մինչև ապրիլի 7 մեր տոնն է, սիրելի կանայք և աղջիկներ, իմ կոֆեն եփվեց, այսպես, երբ որ մենք կանայքս ուշադրության կենտրոնում ենք լինում, ամեն մի հոգս այդ պահին մոռանում ենք, ամեն մի ծանր գործ մեր համար թեթև է դառնում։ Սիրելի հետևորդներ ջան, 3 վլոգ չեմ պատրաստել, քանի որ տրամադրություն չկար, առավոտը սպասում էի, պայմանավորվածություն ունեի, մյուս վլոգում ասել եմ, որ պայմանավորվել եմ պետքական խաղողի վազը էտեն, ես էլ չուզեցի այդ գործը կիսատել, թողնել կիսատ, ճիշտ ժամանակ ունեի մինչև գործի գնալս, կարող էի գնալ ու սկսել,
ճիշտ ժամանակն խաղողի վազի էտելու, այնտեղ գործեր ունեմ, պետք է մաքրման գործեր անեմ, նաև փափկեցնեմ հողը հենց խաղողի վազերի շուրջը, մի խոսքով չարեցի, սպասելով մնացի, հետո ընդհանրապես ես չեմ սիրում, որ հատկապես եթե պայմանավորված ենք լինում, շուտ-շուտ զանգեմ, ասեմ բա չես գալի, բայց հետո որ մի երկու ժամ անցկացավ, ամեն դեպքում զանգեցի ու ասեցի, որ սպասում եմ, բայց ասեցին, որ չեն գալիս, սիրելի հետևորդներ ջան, նեղվեցի, տխրեցի, ջղայնացա, ես չեմ սիրում, որ պայմանավորվում են, հույս են տալիս, հետո եթե ես չզանգեի, հենց այդպես էլ անտեսված կմնար, շատ դժվար է հիմա մեկին գտնել, որ գա գումարով գործանի, ավելի լավ է մի ծանոթ, մի բարեկամի ասեմ, իրանք կան, առանց գումարի անեն այդ գործը, արդեն մտքից դրել եմ, չգիտեմ, ասելա, որ հենց հարմար լինի, այսօր կամ վաղը տեսնենք էլի, չգիտեմ, մի խոսքով այդ ձև է ստացվել, կարող է հենց այս րոպեին էլ գա, բայց ես արդեն որոշել եմ գնամ գործս անեմ, ինչքան որ ես կարող եմ, սիրելի հետևորդներ ջան, արևային եղանակը որ բացվում է, ես չեմ ուզում տանը պարապ նստել, ինչքան էլ որ ասենք այդ գործը կանացի գործ չէ, բայց գիտեք, որ ես մեծ սիրով եմ անում, բոլոր կանանց էլ հաճելի է, որ կանացի գործեր անեն, լինեն խոհանոցում, բայց հիմա մենք այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ միշտ ասվում է կանանց ուժեղության մասին, տոներն են մոտենում, մարտի 8-ն է, մայրության գեղեցկության տոնն է մոտենում, մենք ուզում ենք հատկապես այդ օրերին լինել ավելի գեղեցիկ, ավելի կանացի, ավելի նուրբ, բայց կյանքը մեզ այլ բան է թելադրում, բայց ինչքան էլ որ կյանքը մեզ թելադրի ծանր գործեր, ծանր աշխատանքներ, մենք պետք է պահպանենք մեր կանացիությունը հոգու խորքում և իհարկե արտաքնապես։ Սիրելի հետևորդներ ջան, ինչևէ, կոֆեն խմենք, քանի որ հավերս բաց թողած են, ես անհանգիստ եմ լինում, ուզում եմ գնալ դրսից խմել, բայց ինչևէ, մեկ-երկու կում ձեր հետ կխմեմ։ Երբ որ ես երեկ չկարողացա վլոգ պատրաստել, նաև պատճառը անձրևներ, անձրևերը սկսվել, առավոտը ցուրտ էր, նկատվում էր, զգացվում էր, որ շուտով անձրև կգա, դե նաև եղանակի տեսությանն ենք նայում, այդ սանդղակներով, ժամ առ ժամ ասում է, ասենք, եթե նայում եմ ես այդ սանդղակին, եթե նույն ժամին չի գալի, ապա հաջորդ րոպեին հաստատ գալիս է։ Աշխատավայրում էի, արդեն անձրևն սկսվեց, չեմ ասի, թե դա գարնան առաջին անձրևն էր, քանի որ գարուն է արդեն, բայց ձնախառն ու սառը անձրև էր, սիրելի հետևորդներ ջան, որից հետո եկել եմ տուն, մտել եմ խանութ, որպեսզի ձեռնոց գնեմ ու նվեր եմ ստանում հենց խանութում, սիրելի հետևորդներ ջան, այս հրաշք մանուշակները։ Անverջ կարելի է նայել ու նայել, ինքը բուրմունք չունի, հոտ չունի, ինքը իր տեսքով է գեղեցիկ, նաև այս մանուշակները, սիրելի հետևորդներ ջան, կարող ենք շատ երկար պահել ճիշտ խնամքի դեպքում, կարելի է ջրել շաբաթը մեկ անգամ, ինչպես որ ասեցի, ամանի մեջ ջուր եք լցնում ու ինքը այդպես իր արմատներով քաշում է։ Նաև այս ծաղիկները կարող ենք այնպես պահել, որ հաջորդ տարին արդեն մեր բնակարաններում, մեր խնամքի շնորհիվ ծաղկեն։ Մեր կոֆեն վայելենք միասին, սիրելի հետևորդներ ջան։ Հիմա ես մի պահ իմ կոֆեի բաժակը ցած եմ դնում, մնացածը դրսում կխմեմ և կհսկեմ հավերիս, իսկ նախքան գնալս, սիրելի հետևորդներ ջան, ասեմ, թե ինչպես ստացվեց, որ այս ծաղիկները նվեր ստացա, ճիշտ է, խնդրել էր անուն չբարձրաձայնեմ և չեմ ասում, բայց չեմ կարող չասել, որ իմ համագյուղացու կողմից եմ այս նուրբ ու քնքուշ ծաղիկները նվեր ստացել, շատ տրամադրող գույներ են, ինքս եմ գույները ընտրել, երբ որ աշխատանքից տուն էի
վերադառնում, հանդիպելով իմ համար յուղացում, մի քիչ հարց ու փորձ մեկ էլ ասեց, որ նվեր ունեմ, պետք է գնամ վերցնեմ, բայց գույները ես պետք է ընտրեմ, նախորոք այդպես էր պլանավորել, դե բնականաբար նման դեպքերում մենք չեմուչում ենք անում, մերժում ենք, վայ ասում ենք չէ, պետք չի ինչ նեղություն, բայց արդեն չէի կարող մերժել, ուրեմն ձեռնոցներս էլ որ արդեն գնել, վերել եմ այստեղ ընտրել, սա կարի մեքենայի յուղ է, որը շուտ էի գնել, վերել եմ աչքի առաջ, որ դրամ ջրջրոցները վերացնեմ, ձեռնոցներս անճաշակ գույներ են, միշտ կապույտ և սպիտակ գույներն եմ վերցնում, բայց չկար, այս գույները իսկապես մի քիչ իմ համար տրամադրող չեն, 3 գույնի մեջ, բայց դե ոչինչ, կարևորը որ կա, քանի որ երբեմն պատահում է, գնում ենք խանութ, սա էլ չի լինում։ Սա քիչ հետո ինձ հետ կվերցնեմ և կգնամ գործերս շարունակելու, սիրելի հետևորդներ ջան, ձեռնոցներս վերցնելուց հետո դեռևս տատանվում էի վերցնել, թե չվերցնել, բայց ամեն բան քանի որ արված էր, չէի կարող չվերցնել, ընտրել եմ գույները, չնայած այս ծաղիկների բոլոր գույները շատ սիրուն են և ամեն մի գույնը յուրահատուկ է։ Ծաղիկներով մի լավ հիացանք, թե ես և թե դուք, իսկ հիմա գնամ աշխատելու։ Այստեղ եմ թողնում, սիրելի հետևորդներ ջան, և այս գործով էլ կզբաղվեմ, իր համար հատուկ ամանք կստեղծեմ։ Հիմա կոֆես վերցնեմ, հավերիս մոտ հսկելով կավարտեմ իմ կոֆեն ու կանցնեմ իմ մնացած գործերին։ Այս ճրճռոցները օրվա վերջում կզբաղվեմ դրանով, սիրելի հետևորդներ ջան, ավելի բարձր եմ դնում, մյուս նվերիս կողքին, նրբաճաշակ արխիդեյան, որը նույնպես նվեր էի ստացել հետևորդուհուս կողմից, այստեղ եմ թողնում, հենց դուռը բացում եմ, անմիջապես հայացքս այս կողմա գալիս, հիմա ձեռնոցներս վերցնում եմ ու գնամ աշխատելու, նաև ասեմ, սիրելի հետևորդներ ջան, որ երբ որ այստեղ իմ կոֆեն խմում էի ձեր հետ, մի պահ ընդհատել եմ, կադրից դուրս եմ եկել, քանի որ զանգը ստացա, երեկ նույնպես պայմանավորվել էի մեկ մարդու հետ, որ պիտի գա ու ինձ օգնի, երբեմն չենք կարողանում գումարով աշխատող ճարել, բայց հո չենք կորում, ունենք ծանոթներ, ունենք բարեկամներ, որոնք միշտ պատրաստ են մեզ օգնելու, քիչ անց գալու է, կարող է նույնիսկ հենց այս պահին էլ գա, դե ես գնամ այդ ամենի պատրաստությունները տեսնեմ և մինչև որ այդ մարդն էլ կգա։ Ուրեմն սիրելի հետևորդներ ջան, ձեռնոցներս տարա, որ գնամ արդեն, ես գործը սկսեմ, մեկ էլ արդեն, որ ասեցի պիտի գան, եկել է այդ մարդը, ու արդեն այն բարձր տեղերի խաղողի վազը, այդում ես էլ ուզում եմ կոֆե եփել, քանի որ նոր եմ խմել, իմ համար չեմ եփում։ Դառն է խմում, ու կարելի ասել գրեթե բոլորս էլ դառն են խմում, երբեմն էլ մարդիկ կան ասում են դառը ինչպես որ կյանքն է, բայց ես այդ արտահայտությունը չեմ սիրում ասել, մեր կյանքը ինչու ասենք դառը, հա դժվարություններ կան, բայց այդ դառնությունները պետք է մենք մեր գործերով քաղցրացնենք։ Կոֆեն կեփի, կտանեմ դուրս, բայց չգիտեմ, այնտեղ ինչպես կդասավորվի իմ նկարահանումները, շատ մարդիկ խուսափում են երևալ, բայց ամեն դեպքում տեսնում ինչպես եմ դասավորում։ Կոֆեի բաժակը սրա մեջ եմ դնելու, սիրելի հետևորդներ ջան, փայտե զանգակ։ Բաժակը իսկում, կոնֆետները վերցնեմ, հոթասներով եմ պատրաստվել որ գնամ գործ անեմ և ավելի լավ ստացվեց։ Դժնեմ ամեն տեսակից էլ դնեմ, ինքը իր ճաշակով կօգտվի։ Այսպես, և կոֆեն մեցնեմ, այստեղ
ստացել եմ։ Այսինչ սիրունա ստացվել ես փայտե զանգակի վրա։ Կոֆեն էփել եմ, կգաս ստեղ։ Հա։ Ես էլ իմ գործիքն բերեմ։ Քանի որ էտելուց հետո ես էլ պետք է մաքրման գործեր անեմ։ Նաև պետք է այս վերևի վազերի տակներ փոկացնեմ, վարդեր կան ու թենց որոշ բաներ։ Ձեռնոցներս հագնեմ։ Աչքիս շատ կոշտ է, հլա հագնեմ տենամ։ Ձեռիս ոնց է ստացվում։ Տղամարդու ձեռնոց է։ Կոշտ է։ Այդ տղամարդկան ձեռները կոշտ է, չէ՞, համեմատած կանացի ձեռքերի հետ։ Կարամ գործ անեմ։ Տեսնենք։ Էլի գնայեմ խանութներում, հետո կանացի ձեռնոցներ էլ կառնեմ, աշխատանքային։ Այնքան եմ սիրում այս էտելու ձենը, որ էտում են թեն ճկճկում է։ Ստացվում է։ Լավ է, ապրեք շատ։ Ես այս նարդիվանից մին վեր եմ ընկել, տենց էլ աչքս վախել է, այլ չեմ գալիս, որ ես բարձրանամ։ Սիրտս տեղն ընկավ, սիրելի հետևորդներ ջան, քանի որ իսկական խաղողի էտելու ժամանակն է, էլի։ Մինչև բողբոջը դուրս գալը պետք է անպայման ծառերը էտենք, կառալյոկն էլ չեմ էտել, նա մի քիչ ուշ է բողբոջում, սաղ ծառերը արդեն տերևը լավ երևում է, նույնիսկ ծաղկած են լինում, բայց կառալյոկի ծառի բողբոջը նոր ուզում է, որ երևա։ Դրա համար այդ հարցում հանգիստ եմ դեռ, նարդիվանն էլ բերել եմ, ստի մոդիկացրել եմ ինձ, այս բուջուր նարդիվանից ես բախում չեմ, այս շատ հարմար է ինձ, համ թեթև է, համ էլ դե իրան համապատասխան ձևով եմ բարձրանում, իսկ այն մեկը սրա երկու չափն է։ Այս կողքի վարդը չեմ էտել, էտի մկրատը չեմ բերել, այ, ինքը իր այդի մկրատով է եկել, ես էլ գնամ իմ էտի մկրատը բերեմ, սիրելի հետևորդներ ջան, բրսյանամ, գործն առաջ տամ, թեխի եմ ես մի վարդը թողել ու նմանատիպ, գիտեք, որ ես կողքին էլ վարդեր ունեմ, սրանց նոր պետք է էտեմ, իսկ ներքևինը, որ փետրվարի մեջ էտեցի, տեսակ էլի ինչքան խորքային էտ կատարեցի, նրանք էլ են արդեն բողբոջներ է երևում ու չի չորացել, քանի որ ինձ գրել էիք, որ շատ եմ խորը էտել ու կարող է չաճի, ասեմ, որ աճում է, էտ էլ ցույց կտամ, երբ որ ժամանակը կգա, մի պետք է գործ անեմ, գնամ էտի մկրատը բերեմ ու գամ։ Ես գնացի էտի մկրատը բերեմ ու վարդը էտեմ, ժամանակը գնում է, այս թավարի կատին ունեմ, հետո բրցանամ։ Նարցիսները արդեն լավ ոյովացել են, ստի էլ պետք է մաքրեմ, բայց այս ձեռնոցնին հմի չեմ հագնում, ստի դնեմ, շատ կոշտ է ախր, այս է պետք է խորքային էտեմ, սիրելի հետևորդներ ջան, ասենց, 3 հատ աչկը թողում եմ, հետո կտրում, այս ներքևը լցնեմ, հենց որ ընդհանուր էտը վերջանա, ես պետք է մաքրումներ կատարեմ, դրա համար էտելուց հետո չեմ կարա, էլի շուտ ստեղ գործ անեմ, պետք է այնքանը սպասեմ, էտը ավարտվի, այդ մարդը արդեն են կողքի բարձրն է էտում, ավարտից հետո նոր ես մաքրումները կսկսեմ, այս մեկը իսկան բարձր է, բայց ես ուզում եմ էլի կարճացնեմ, ահա, ու ստեղից եմ էտում, թեքությամբ եմ կտրում, ես էլ, ոնց որ թե ես էլ
Ստեղից կտրեմ, կարկուտի վնասված է։ Ամեն ինչին ջարդուխուրդ են արել։ Այս էլ ստեղից։ Ընդհանրապես, ինչքան վարդը խորն ենք հետում, այդքան ինքը լավ է աճում։ Դե շարունակեմ ես էտել ու էլի կմիանամ ձեզ, սիրելի հետևորդներ ջան։ Նմանատիպ գործերը ժամանակ է պահանջում ու ուզում եմ մեզ դասավորել, որ ամեն բան գեղեցիկ ստացվի իմ և ձեր համար։ Պատի գլխի վարդը էտեցի ու իջա ներքև։ Սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ ցույց տամ այդ էտած ճյուղերը, թե ինչքան շատ է, այդքան էլ ճիշտ է վնասվել էր անցած տարի, բայց էլի խաղողի վազը իրան թափ էր տվել ու աճել էր։ Այսինքն սիրուն, էդ է կատարել այդ մարդը ընտիր։ Երբ որ եկավ, հարցնում եմ, ոնց է խաղողի վազը էտելը ստացվում է քո մոտ, դե ասում է վարպետ չեմ, բայց կանեմ ընդհանրապես աշխատող մարդիկ բարձենկոտ չեն լինում եւ իսկապես վարպետորեն էտելա շատ գոհ եմ, ամենաբարդը այն կողքինն է, այսենց մեծ ճյուղերը, իսկ պետք է հավաքեմ ես, եղանակը հրաշալի, բայց ցուրտ քամի է փչում, սառը քամի է փչում, մոտենամ ցույց տամ, այս մասը դեռևս կա, բայց այս էլ այս կողմից անարդիվանը դնելու, քանի որ նկարահանումներ էի ուզում կատարեմ, ինքը արդեն գնացել է պատի վերևը ու այն կողքից հայտում, ես էլ ասեցի կամ դայի պոսլե անեմ, այս բարդ տեղը հատկապես ես չէի կարալու, որ այդ կատարեմ, այս կողմերը, քանի որ պատի վերևն է, ահա այսենց, ստեղ որ կանգնում եմ, ձեռքս հասնում է, բայց ասի թող որ մի ձեռքով արվի այս գործը, միշտ այս տունը իմ կադրում երևում է, սիրելի հետևորդներ ջան, այստեղ մարդ չի ապրում, սա տուն է եղել, այստեղ մարդիկ են ապրել, մի քիչ տխուր պատմություն ունի այս տունը, բայց այս մասին չեմ ուզում հիմա խոսել, երբեմն ինձ այս տեսարանը նյարդայնացնում է, որ միշտ իմ կադրում երևում է, բայց ունենք այն, ինչ ունենք, դե ես արդեն անցնեմ իմ գործին, սպասեմ, որ էտը վերջանա, որ ես էլ մաքրություններ կատարեմ, մոտենամ նարցիսները ցույց տամ, այսքան մեծացել են, ստեղ նույնպես պետք է մաքրություններ կատարեմ։ Ես եկել եմ տուն, այլ ոչ մի գործ չարի դրսում, սիրելի հետևորդներ ջան, այս տնական գինի է, հենց այդ թալվարի խաղողի գինին է, ես ինքս եմ արել, մաքուր, անարատ գինի է, լրիվ խաղողի հյութ է, մարդիկ կան, որ ջուր են խառնում, արաղ են խառնում, բայց ես ոչ մի բան չեմ խառնում, թող քիչ լինի, բայց անարատ լինի, այսենց լցրել եմ շիշը արդեն ու տալու եմ այդ մարդուն, սիրելի հետևորդներ ջան, երբ որ մեր ծանոթն է մեզ օգնում, նույնիսկ խոսք անգամ չի կարող գնալ գումար տալու եւ ուզում ենք ամեն դեպքում մի ձևով մենք էլ հարգենք, մենք էլ լավություն անել, դրա համար այս գինին ուզում եմ այդ տղայի հետ դնել, արդեն ասել եմ, գիտի, ասել եմ, խնդրել եմ, որ հանկարծ չմերժի, որ ես էլ զգամ, որ ես էլ եմ հարգում ու այդ հարգանքը
փոխադարձա, նկարահանումներս դադարեցրի, քանի որ իմաստ չուներ ես այնտեղ նկարահանումներ անեմ ու հիմա ուզում եմ վլոգս ավարտել, նաև հատ չեմ պատրաստում, չնայած ամեն ինչ էլ տանը կա, նման դեպքերում, երբ որ տվյալ օջախի տղամարդը տանը չի լինում, կամ տղան մեր ժողովրդի մեջ այդպիսի սովորություն կա, տուն չեն գալի, հատ չեն ուտում, հացի սեղանի շուրջ չեն նստում, հատկապես, որ ասենք ընդհանրապես, եթե մարդը շատ զբաղված է լինում, մի քիչ էլ դա են պատճառ բռնում, ասում են զբաղված են, գործեր ունենք, հաց ստելու վաղտ չկա, որպեսզի, ասենք, ես էլ չնեղանամ, ուրեմն սիրելի հետևորդներ ջան, արդեն ավարտում եմ վլոգս և ուզում եմ, որ դուք էլ միշտ և միշտ հարգված ու սիրված լինեք, ասենք պարտադիր չէ, որ ամեն մի գործ գումարով արվի, եթե գումարովը չի ստացվում, ապա մեր ծանոթ բարեկամները մեզ օգնության են հասնում, այս տանում գնում գինին, տոպրակի մեջ անցկացնեմ և մի փոքր հիանամ իմ նվեր ստացած մանուշակներով, այս պահին խնամքի կարիք չեն զգում, տերևները լավն են, ընթացքում խնամք կկատարեմ, որպեսզի մի շփտան ինձ և ձեզ,